Ձեռք բերեք իտալական եւ իսպանական նորաբոճ սալիկների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3900 դրամից։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում Կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Եվ ուրեմն, շարունակենք քննարկել օրվա թեման Հայաստանը եւ Գերմանիան Հայաստան Եվրամիություն ռազմավարական օրակարգի ստորագրումից հետո հաշված օրեր անց կնքում են փաստաթուղթ, այսպես հենց նույն շրջանակներում եւ Հայաստանը Եվրամիության թիվ 1 տնտեսության եւ առանցքային դեր ունեցող պետության հետ, Գերմանիայի հետ դառնում են ռազմավարական գործընկերներ, ինչպես վարչապետն է նշում, այս այցն էլ պատմական էր հենց դրանով, եւ գերմանական արտաքին քաղաքականության այդ խորհրդում տեղի ունեցած հանդիպումներում էլ մանրամասնեց վարչապետը իր թե ելույթում, թե հարց ու պատասխանի ընթացքում, թե այս ամենը ինչ է տալիս, ինչն է Հայաստանի ակնկալիքները եւ այլն։ Բայց այս ամենն ունի քաղաքական նշանակություն, որը արժե գնահատել։ Ինչպես նաեւ փորձենք հասկանալ, թե ինչպես է Եվրոպայից երևում այս ադրբեջանական զիգզագը։ Սկզբից, եթե Բրյուսելի հետ միանգամից Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնական մի հայտարարությամբ է հանդես գալիս, թե ինչքան դժգոհ է Բաքուն այս ամենից եւ որ դա վտանգում է խաղաղությունը եւ այլն, հաշված օրեր անց Ադրբեջանի դեսպանն է ներկա գտնվում այդ վարչապետի հետ հանդիպմանը եւ նույնիսկ հայերենով ողջունում նրա այցը Գերմանիա։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից է քաղաքագետ Կայծ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շատ ուրախ եմ նորից ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև պարոն Մեհրաբյան եւ շատ շնորհակալություն հրավերի համար։ Եվ ուրեմն, պարոն Մինասյան, այս վերջին օրերը, դեկտեմբերյան այս օրերը շատ կարևոր էին, պատմական նշանակություն ունեն Հայաստանի համար, այդ երկար սպասված այդ նոր փաստաթուղթը, նոր գործընկերությունը, նոր մակարդակի գործընկերությունը Եվրամիության հետ կայացավ 64 էջանոց մի նոր փաստաթուղթ է ստորագրվել, որը ներառում է իր մեջ արդեն բոլոր հնարավոր տեսականորեն հնարավոր ոլորտները, անվտանգություն, պաշտպանություն, ռեֆորմներ, արդարադատություն, մշակույթ, տնտեսություն եւ այլն։ Եվ ահա հաշված օրեր անց մենք ականատեսն ենք արդեն 3 երեկոյան Հայաստանը եւ Գերմանիան են համանման մի փաստաթուղթ հենց այդ շրջանակների մեջ տեղավորվող հռչակագիր են ստորագրում եւ Գերմանիան իր հանձնառության մասին է հայտարարում, թե Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցերում, ռեֆորմների, նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերում։ Այս ամենի քաղաքական նշանակությունը ձեր գնահատականով համեցեք։ Շատ կարևոր է, անշուշտ, պատմական փաստաթուղթ է, ոչ միայն Եվրոպական միության հետ, բայց ուղղակի Գերմանիայի հետ։ Եվ ասեմ ինչու, նախ քանի մտարի վեր ես ասում եմ ձեզ եւ որ առիթ կունենամ, ասում եմ թե արևմուտքը պիտի անի ինչ որ Ռուսաստան չի անում, կամ նախկինները չեն արած Հայաստանի մեջ, այսինքն վերականգնել ինքնիշխանական պետություն, Հայաստանի Հանրապետություն։ Եվ արևմուտքը գիտի ադիգա ինչպես զարգացնել այդ գաղափարը եւ իրականացնել եւ որքան Հայաստանի Հանրապետություն ստորագրում է պայմանագիրները
ովևէ պետության հետ արևմուտքին այնքան լավ է եւ թրական նշան է թեպի այդ ինքնիշխանական պետություն։ Ուրեմն սա առաջին հերթին այդ պայմանակիրը, երկու պայմանակիրները ասենք գկաչալերեն Հայաստանի իշխանությունները, որ շինեն, գառուցեն, զարգացնեն այդ ինքնիշխանական պետությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Ադիգա գլխավոր հարցն է։ Հետո շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության համար կամ պետություն ասենք այնպիսի փաստաթուղթեր ստորագրելով Հայաստանի Հանրապետության շահում է ռազմաքաղաքական կետնի վրա եւ իր ռազմաքաղաքական արժեքը ավելի կարևոր կդառնա։ Բագասություն ունեինք մի քիչ տարի առաջ, քանի տարի առաջ, հիմա կամաց դիվանագիտական առումով գարդեք թե գշտկվի այդ բագասությունը։ Երրորդ նշան, որ կուզեմ ցեզի հետ բաժնել, հետևյալն է, որ այսօր Հայաստանը որքան այդպիսի պայմաններ ստորագրում է, այնքան լավ է իր դիվերսիֆիկացիայի համար։ Ոչ միայն տնտեսական դիվերսիֆիկացիա, բայց ուղղակի դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական եւ այլն։ Ուրիշ նշան դամ ցեզի, Եվրոպական միությունը մեծ փորձառություն ունի փոխելու պետության բնություն ասենք։ Այսինքն այն պետություններ, որ տրանզիցիայի մեջ են, այսինքն ընդհանրապես նախկին սովետական հանրապետություններ կամ կոմունիստական հանրապետություններ, օրինակ Ռումանիա, Բուլղարիա եւ այլն, անոնքալ անցան նախկին սովետական կամ տոտալիտար գարկավիճակեն թեպի ժողովրդավարական վիճակ, ժողովրդավարական գարկավիճակ։ Եվ սա եվրոպացիներ գիտեն անել։ Եվ ադորամար է, որ Եվրոպական միություն կամ Գերմանիա կամ Ֆրանսիա կամ ուրիշ պետությունները եւ որ պայմանագիր կստորագրեն Հայաստանի Հանրապետության հետ իրենց առաջարկները գտնեն բոլոր ոլորտներում մեջ։ Այո։ Մշակութային, սոցիալական, առողջապահական, արտադրության եւ այլն եւ այլն։ Բոլոր ինչ որ կպատկանի ինքնիշխանական պետության ստեղծումի հետ։ Ուրիշ նշան դամ ցեզի դերմը այդ պայմանագիր ստորագրելով ցույց է տալիս, որ Հայաստանը մենակ չի։ Եվ ադիգա նարատիվը կփոխվի եւ դեսակ մը ապտակ մներ Ռուսաստանին, որ 3 տարի վեր ասում է թե հայերը Հայաստանը մենակ են։ Մեկը կարևորություն չի դա իրենց, որ բարձրացակապես եւ փաստ է այսօր, որ սուդ է, գերձ է, ֆեյք է եւ վտանգավոր է։ Եվ ցավոք ծրդի կան նորից ուժեր Հայաստանի Հանրապետության մեջ եւ դուրս, որ կարծում են թե այդ նարատիվը, ռուսական նարատիվը ճիշտ է։ Ինձ համար ադիգա բոլորովին անպատասխանատու մոդեցում է եւ վտանգավոր։ Ուրիշ նշան դամ, եւ որ Ֆրանսան գստորագրի այդպիսի պայմանագիրներ Հայաստանի Հանրապետության հետ եւ հիմա Գերմանիա կամ Եվրոպական միություն ցույց է տալիս, որ գլխավոր պետությունները Եվրոպական միության մեջ կարևորում են իրենց հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ եւ ադիգա ցույց կտա, որ
Հայաստան ոչ միայն կարևոր է Եվրոպական միության հետ, բայց կարևոր է իր արևաններին աչքին առջև։ Այո։ Վրաստան, Ադրբեջան, Իրան եւ գլխավորապես Թուրքիա։ Ինչու՞։ Որովհետեւ գիտնալով որ սերտ հարաբերություններ կան Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջև եւ Գերմանիայի եւ Թուրքիայի միջև գլխավորապես դեսագը անուղագի ուղագի ջոնչումն է Թուրքիայի վրա որ սահմանը բացվի եւ դեսագը վստահության նշան է այնպիսի պայմանագրի ստորագրելով թե Թուրքիա թե Հայաստանի համար եւ ով գիտե չեմ ասում հիմա բայց ով գիտե եթե վաղը եթե այդպես շարունակվի Եվրոպական միության պետությունները անդրադառնան, որ Թուրքիա եւ Հայաստանը եթե տեկվեն դեպի Եվրոպա, բարձրացակապես տեկվեն, ով գիտե եթե վաղը չեմ ասում թե միասին, բայց կոնե նույն շարժումի մեջ մտնեն Եվրոպական միության մեջ, որովհետեւ վերջին նշանն է ադիգա որքան շատ պայմանագրեր ստորագրեն Հայաստանի իշխանությունները Եվրոպական միության հետ եւ պետությունների հետ այնքան լավ է այդ ճանապարհը կամ ճանապարհի կարդեսը որ գշինվի Երևանը դեպի Եվրոպական միություն անդամակցություն եւ այլն Պարոն Մինասյան, այս ամենը նաև տեղի է ունենում այն ակնկալիքների ֆոնին, որ Հայաստանը եւ Ֆրանսիան էլ արդեն ունեն պայմանավորվածություն, որ նախապատրաստեն ռազմավարական գործընկերության մասին համապատասխան փաստաթղթեր եւ պատե հառիքի դեպքում այն ստորագրեն։ Ինչ փուլում է այդ աշխատանքը գտնվում, որովհետեւ Գերմանիայի հետ ոնց որ թե ավելի արագ ստացվեց այդ ամենը, հա, այդ իրավաբանական մասը, էլի, ասենք, մինչդեռ Ֆրանսիայի հետ ոնց որ մի քիչ շատ չենք սպասում ավելի երկար, համեցեք, ձեր կարծիքով։ Նայեցեք, Ֆրանսիան եւ Գերմանիան միասին աշխատին ցերցերքի, այո, նայած թե ով գերեգավար է այդ պետությունները աչ տեցախ ուժեր բայց միասին գմոդենան ոյվե հարցին Ֆրանսիան առաջին պետություն էր որ օգնեց զորավոր ծևով Հայաստանի Հանրապետությունը իբրև պետություն իբրև դարածքային ամբողջականության պաշտպանող եւ այլն բայց Ֆրանսիան չէր ուզեր մինակ մնալ այդ ճակատին եւ քաչալերեց որ Գերմանիան մտնի այդ շարժումի մեջ եւ մասնակցի այդ Հայաստանի Հանրապետության փոփոխության process-ի մեջ եւ ոչ միայն քաղաքական կամ տնտեսական ոլորտի մեջ, բայց ուղղակի ռազմաքաղաքական կամ մարտական։ Շատ կարևոր է, որ գիտնալով, որ մայիսին 4-ին դերի պիտի ունենա Եվրոպական քաղաքական համայնքի կակատնաժողովը Երևանում եւ Գերմանիայի կանցելորը խոսեց այդ անտիբումին, այդ ժամադրության մասին իր ելույթի մեջ շատ կարևոր է որ դաշտը պատրաստվի որովհետեւ հանգիստ ձևով իրականացվի այդ անտիբումը եւ շարունակվի այդ շարժումը դեպի ինչպես եմ ոչ ինտեգրացիայի process-ը, բայց մոդեցումի, համագործակցումի
շարժումը Եվրոպական միության եւ Հայաստանի միջև։ Արևմուտքը մեկ պայման գտնե այսօր Հայաստանի Հանրապետության իշխանություններին արչև, որ եթե ուզում եք ռազմաքաղաքական համագործակցություն, այսինքն ուղղակի մարտական համագործակցություն, պետք է չմասնակցիլ որևէ ռազմաքաղաքական կամ մարտական ժողովները, որ կգումարվի Ռուսաստանին կողմից։ Անուղակի գսեմ այդպես, որ լավ հասկանաք։ Այո։ Եվ չնայած թե այդ պայմանակիրներ կստորագրվին եւ որ Հայաստանի Հանրապետությունը մտնում է ընդրաբայքարի ժամանակաշրջանի մեջ, շատ կարևոր է, որ ռազմաքաղաքական ոլորտի մեջ Ֆրանսիան, Գերմանիան եւ ուրիշներ աշխատին Հայաստանի կողքին, որբեսի չիրականացվի այդ իբրիդային պատերազմը, որ Ռուսաստանը կդանի Հայաստանի դեմ, ինչպես որ իրականացուց Վրաստանի եւ փորձեց Մոլդավիայի եւ կամ Ռումանիայի մեջ։ Եվ սա է ամենակարևոր ինձ այդ ժամանակաշրջանի մեջ ասենք 6 ամիս մնաց մինչև այդ ընտրությունները, բայց գիտենք, որ արդեն մտանք ընդրայբայքարի մեջ։ Պարոն Մինասյան, իդեպ այս ընտրապայքարի մասով երեք այսպես այդ ռուսական շահերից սնվող եւ ոգեշնչվող շրջանակները շուտ անհանգիստ էին, էլի, այս ընթացքից, թե Հայաստան Եվրամիություն այս նոր գործընկերությունից, թե Հայաստան Գերմանիա այս նոր գործընկերությունից, ոմանք ծաղրում էին, ոմանք կամահրանքով վերաբերվում, անլուրջ անվանում, քննադատում, ոմանք էլ, ասենք, խուճապահար ասում էին, վայ, բա մեր վերջը ինչ կլինի, դուք մտածել եք դրա հետևանքների մասին, իդեպ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև Ֆրիդրիխ Մերցի հենց ասուլիսի ժամանակ արտահայտած այն մտքի մասին, որ նա ասում էր, չէ, Ռուսաստանը փորձում է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու այդ քաղաքական կուրսի վերաբերյալ ինչ-որ վախեր անհասկանալի սերմանել, էլի։ Խոսեցին հիբրիդային պատերազմից։ Այս ամենը պարզ է, որ այնինչ մենք ձեզ հետ միասին հիմա քննարկում ենք, տեղավորվում է այդ նախընտրական տրամաբանության մեջ եւ համատեքստի մեջ։ Նույնը եկեղեցու հետ կապված հարցում։ Մենք հասկացանք, որ ինչ-որ շրջանակներ նամակներով ռմբակոծել էին գերմանական կողմին, թե Հայաստանում քաղաքական հետապնդումներ են, եկեղեցին է հետապնդվում, հավատն է հետապնդվում, արժեքներն են հետապնդվում եւ այլն։ Մինչդեռ դրան պատասխանը տրվեց ու ոնց որ թե պատշաճ պատասխանը տրվեց եւ ձեր մեկնաբանությունը։ Համեցեք։ Նայեցեք, ընտիմատի ուժերը Լևոն, մինչև Սերժ, մինչև Ռոբերտ, մինչև Տաշնակցություն, մինչև Հանրապետական կուսակցություն կամ ուրիշ կուսակցությունները կադրած են։ Ահա։ Okay։ Ուրիշ բան չեն անում եւ ցույց են գալիս։ Եվ որ լսում ենք իրենց չղայնացած թեմքով խոսում են, ոչ մի հանգստություն չկա, ոչ մի անդարդություն չկա, ոչ մի պատասխանատվություն չկա, կոնե թողասեն,
որ 91-ին մինչև 18-19 թվականներին սխալներ ըրած ենք եւ ներողություն թողայնեն հայ ժողովրդին եկեղեցին ալ մեջը որովհետեւ մինչև որ այդ քայլը չանեն ոչ մի տաս բիչի կարեն այդ անցյալեն եւ ժողովուրդը պիտի մնա իր աթորի վրա հանգիստ եւ դիծաղումա իրենց արչեւ ասելով թե դուք անլուրջ եք, անպատասխանատու եք, հաշիվ դալ չեք գիտեր, փաստադրություններ դալ չեք գիտեր, բոլոր սխալներ, որ ըրիկ 30 տարվա մեջ գարձեք թե ոչ մի պատասխանատվություն չունեք, ոչ մի, ամեն ինչ լավ էր, զարմանալի է։ Երկրորդ, այդ պատճառով այդ ուժերը հետևում են խանգարողի թիվանակիրություն կամ խանգարումի թիվանակիրությունը ամեն ինչը սևցնել նույնիսկ երբ որ անցրև է գալիս Հայաստանում մեղավորություն գտնեն իշխանությունների վրա որ ինչու իշխանությունները գտոնեն այնպիսի անցրևը կամ ինչ գիտնամ ինչ պատասխանատու են եւ այլն հարցան է որ ուզում են նորից վերադառնալ նույն լոզունգի որ Նիգոլ հերացիր, Նիգոլ Տավաջան, Նիգոլ հերացիր, Նիգոլ Տավաջան բայց ադիգա իշխանությունները ըստ ինձի գխնդան ժողովուրդն ալ գխնդա եւ որքան այդպես մնան նախկին ուժերը այնքան ուժ են տալիս Հայաստանի իշխանություններին եւ չեն գտնար ներկայանալ իբրև դարբերակ, լուրջ դարբերակ եւ որ ես դիտում եմ Դաշնակցության 135 դարետարցի ցերնարգը որի միջայլոց ասեմ որ Հայաստանի շրջանը ես մասնակետ եմ Դաշնակցության պատմություն եւ քաղաքականություն ես իմ դոկտորայ PhD Դաշնակցության մասին էր այո ադորամար է որ ինձի չեն հրավիրում որևէ դեղ Հայաստանի շրջանի Դաշնակցությունը գապ չունի Դաշնակցության հետ գուսակցություն մնե բայց Դաշնակցություն չէ Եվ ես երկար գրդամ պասադրել տարբերությունը, բայց հիմա չէ, որովհետև ժամանակ չի գա, բայց ասեմ երևյալը, որքան Դաշնակցության շրջանակը գփոքրանա, այնքան պիտի արմատականանա իբրև քաղաքական ուժ։ Ես ասեցի այդպես ցեզիկ 1 տարի առաջ կամ 2 տարի առաջ։ Եվ բադապար չէ, որ իրենց ներկայացուցիչը Հակոբ Բաքրադունի ըսավ, որ ժամանակն է, որ Դաշնակցություն վերադառնա իր ռադիկալիզմի ադանք բամը։ Ուղղակի պաստ է, որ ինչ որ ես ասեցի ձեզ։ Մեկ հարց ունեմ, թերևս դուք պատասխան ունեք, արդյոք դեսակ այդ Ցերնարգիադեն Արմեն Ռոստամյանը բյուրոյի ներկայացուցիչը ես չտեսա։ Ինչ ուներ, չգիտեմ ինչու, բայց չտեսա, զարմանալի է։ Եվ նայեցեք, ուրիշ օրինակ դամ ցեզի 135 դարետարցի Ցերնարգը, որ Դաշնակցություն իսկապես մեծ գազագերբություն է։ Եվ ադիգա պաստ է։ Այնպես մեծ գազագերբությունը
որ կգազմագերբե իր դարետարծը բզդիկ սրայի մեջ մնացածը դուք շարունակեք։ Ինչ է Սերգուզե ադիգա։ Սերգուզե, որ ոչ մի հեղինակություն չունին, միայն լոզունգներով խոսում են, ադիգա բիդինենք, ադիգա բիդինենք, ադիգա բիդինենք եւ գիտենք, որ պիտի չենեն, որովհետեւ միջոցներ չունեն եւ այլն։ Եվ ցավոք ծրդի գսեմ այդպես, որովհետեւ դաշնակցություն խաղաղություն է, բայց գուսակցություն, որ գոչվի այսօր դաշնակցություն, պատերազմ է։ Ըսել գուզեմ, որ ամբողջ դաշնակցությունը այսօրվա ղեկավարության եւ ապարատ, որ գսենք, որ ես կգոչեմ առավելաբաշները, կամ գրնանք ասել հայկական պաստարանները, կամ հայկական թալիբանները, ամբողջ դաշնակցություն բադանտ է այդ պաստարաններուն ցերքի մեջ, կամ թալիբաներուն ցերքի մեջ։ Ուրեմն պետք է փրկել ազատագրել դաշնակցությունը գուսակցութենեն։ Որովհետև եւ որ գգարտաս գուսումնասիրես դաշնակցության պատմությունը կամ Հայաստանի Հանրապետության առաջին շրջանը, այսինքն 18-20 շատ չափավորներ գային դաշնակցության մեջ Վրացյանը, Խադիսյանը, Տիգրանյանը, Օանջանյանը, Ջամալյանը, Միսակյանը, Վարանդյանը եւ այլն։ Ուր են այսօր։ Չկա։ Եվ եթե չգային այնպիսի ղեկավարներ, չկար առաջին հանրապետություն։ Եվ սա է, որ շատ ցավալի է, որ այսօրվա դաշնակցության ղեկավարությունը գտնվի միայն ու միայն առավելաբաշներուն ցերքի մեջ։ Եվ գնշանագե թե դաշնակցությունը գործընծուց իր հավասարակշռությունը եւ մտավ օդար ուժերին ցերքի մեջ, որովհետեւ այսօրվա ղեկավարությունը շատ աղքատ է քաղաքապարներով, քաղաքականությանով, ռազմաքաղաքականությանով եւ արչեւ գտրվին այնպիսի մարտիկներ Կեղամանուկյան, Իշխան Սաղաթելյան, Դիգին Վարդանյան եւ այլն, որ ավելի գխոսին իբրև երդասարտական միության մագարտագին կամ երդասարտական միության մագարտագին, բայց ոչ իբրև սպասելի բյուրոյի կամ քերակուն մարմենի կամ երեսփոխաների մագարտագը։ Հիմա եթե ասենք, որ ժառանգողներն են դաշնակցության, ես ուղղակի գսեմ, որ պատմություն չեք գիտեր, ծեր պատմությունը չեք գիտեր, որովհետև եթե չեք տեսնում դարբերությունը Խադիսյանի, Վարանդյանի, Վրացյանի եւ Նեշտեների, Անտրանիկների կամ Նիկոլա Բալյանների միջև իսկապես գապ չունի դաշնակցության հետ։ Գապ ունի գուսակցության հետ, այո, բայց ոչ դաշնակցության հետ։ Պարոն Մինասյան, եւ ամփոփենք հետեւյալով, հա, այս ամենը նաեւ ուղեկցվեց պաշտոնական Բաքվի կողմից մի այսպես զիգզագով, հա, երբ Բրյուսելում Հայաստանը Եվրամիության հետ այդ 64 էջանոց փաստաթուղթը ստորագրեց եւ այն դարձավ մեր հարաբերություններում այլևս իրողություն, Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնական մեկնաբանությամբ հանդես եկավ։ Տեքստ էր այդպիսին, որտեղ դա շատ բացասաբար էր ընկալվում, ասվում էր, որ այն կարող է
խափանել խաղաղություն գործընթացը տարածաշրջանում վտանգավոր է, այս է, այն է, հաշված օրեր են անցնում, նույն բանը տեղի ունենում Գերմանիայի հետ, եւ թվում էր, թե Ադրբեջանը կարող է, ասենք, Բերլինում, չգիտեմ, դեմարշանել, բողոքել, թե ինչ եք անում, Եվրամիությունը քիչ էր հիմա էլ առանձին դուք եք անում եւ այլն, տեղի ունենում հակառակը։ Ադրբեջանի դեսպանն է ներկա գտնվում այնտեղ, նույնիսկ հայերեն ողջունում, բարի գալուստ է ասում Հայաստանի վարչապետին։ Սենց մի հաշված օրերում մի զիգզագ տեղի ունեցավ, խորը մտահոգությունից եւ դժգոհությունից մինչեւ շատ դրական վերաբերմունք։ Ինչով է այս ամենը պայմանավորված եւ ոնց եք դուք սա բացատրում, պարոն Մինասյան, համեցեք։ Նայեցեք, անկախութենեն ի վեր գրնանք ուսել հարաճ, բայց սկսենք անկախութենեն ի վեր Ադրբեջանը վարժված է մտածել Հայաստանի մասին կամ շարժիլ կամ վարվել Հայաստանի հետ ինչպես որ մտնում է Ռուսաստանի նաղատիվի մեջ գներես հայերենես դգար է, բայց գուզեմ ցեզի պասադրել Ազերիները վարժված են, որ Հայաստանը մինակ մնա, չեզոք մնա, աղքատ մնա եւ իրենց ամբողջ մտածելակերպը հիմնված է այդ խաղապարի վրա։ Այո։ Այդ դեսլագանի վրա։ Ուրեմն երբ որ Հայաստանյան Հանրապետության աբական փոխվում է եւ պաստե գարկավիճակը փոխվում է եւ այլն Ադրբեջանը դեսակը վարժված չէ այդ փոփոխության հետ ոնց կարելի որ մեկը կարևորություն է դարձ Հայաստանը եւ ոչ ինձ ոնց կարելի է որ Եվրոպական միությունը որ ինձի հետ համագործակցում է նավթի գազի կարևորություն է դալիս Հայաստանը, որ ոչ մի ռեսուրս չունի։ Իպերտե։ Այդպես կմտածեն, մանավանդ, որ Բաքուի վրա կան ճնշումներ դե Ռուսաստանից կողմից, դե Պարսկաստանի կողմից եւ խեղդում են այդ երկու պետությունները Ադրբեջանին, որովհետեւ գլխավորապես Ռուսաստան գիտի, որ եթե Ադրբեջանը մնա իմ հսկողության տակ, ամբողջ արևմուտքի ծրագիրները ինչպես եմ մեջտեղ կգնան եւ չի կարելի իրագործել, այսինքն միջնորդ կորիդոր, որ գսենք Կենտրոնական Ազիային մինչև Եվրոպա, օրինակ։ Պարսկաստան ուրիշ դեսագետ ունի, բայց ասել գուզեմ, որ Ադրբեջանը ստիպված է փոխվել, որովհետև Հայաստանի աբական ավելի հստակ է, այլևս պատերազմը չի գա, անշուշտ գա այդ դարբերակը սեղանին վրա, բայց ամբողջ դերը չի գրավում այդ դարբերակը, ինչպես որ 4 տարի առաջ ասենք, եւ այդ թշնամիությունը, որ գար 34-5 տարի վեր, որ կենտրոնն էր Ադրբեջանի պետության, այսինքն ցույց տալ թե հայը թշնամի է Ադրբեջանին, ամբողջ համագարկը կփոխվի Ադրբեջանին եւ վազերիները չեն վարժված։ Եվ սա է խնդիրը իրեն համար։ Թե ինչ, շատ շնորհակալ եմ, պարոն Մինասյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների
տեղեկությունների եւ գնահատականների համար, որ կիսեցիք մեր հեռուստադիտողների հետ եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին, հետևենք դեպքերի ընթացքին եւ բարբերաբար կդիմենք ձեզ մեկնաբանության համար, միշտ ուրախ ենք ձեզ տեսնել, միջնոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալություն, բարոն Մերաբյան։ Մենք լսեցինք մեր գործընկեր քաղաքագետ Կայծ Մինասյանին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստան-Եվրամիություն եւ Հայաստան-Գերմանիա նոր մակարդակի հարաբերությունների քաղաքական նշանակության, Բաքվի, այսպես հարափոփող այդ վերաբերմունքի, ինչպես նաեւ Հայաստանի ներսում տեղի ունեցող մի շարք գործընթացների եւ այդ հնչող արձագանքների հետ, մասնավորապես դաշնակցության, ներկայիս վիճակի եւ այնտեղ եւս տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նոց ձեզ։